Գրողների միությունում հիշատակի ցերեկույթով են նշում Վարդան Գրիգորյանի 75-ամյակը։ Ներկաներն առավելապես վաղամերիկ տաղանդավոր արձակագրի ընկեր բարեկամներն են, որ ջերմ հուշեր ունեն իրենց ստեղծագործական եւ անձնական մտերմիկ շփումներից։ Բայց ցերեկույթի առանցքային թեման Վարդան Գրիգորյանի ստեղծած պատմագեղարվեստական գրականությունն է։ Ծնվելով հայտնի գրական ընտանիքում, որի հայրը բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր Վահան Գրիգորյանն էր, եղբայրը տաղանդավոր գրող Վահագն Գրիգորյանը, Վարդանն առանձնապես մեծ ընտրություն չուներ եւ իր կարճատև կյանքի ընթացքում հավասարապես տրվելով երկու տարերկներին պատմությանն ու գրականությանը արձակագիրն իրեն հուզող հավերժական հարցերի պատասխանները փնտրում էր տարբեր ժամանակային զուգահեռներում, անցյալի իրողությունների խորքերում։ Վարդան Գրիգորյանը հասցրեց միայն 3 պատմավեպ գրել, խիստ բազմաշերտ եւ բևեռորեն տարբեր գեղարվեստական կառուցվածքներով։ Ամեն տողի մեջ բանաստեղծական ասեմ, հոգեբանական ասեմ, ամեն տեսակետից մի աֆորիստիկ, մի կռվազան, մի վիճահարույց, մի կրակոտ բան էր դնում։ Ընթերցելիս կարող է մտածես, թե ախար էս ինչ եղավ, այդ պատմությունը մնաց որտեղ բան, բայց ինքը իր այդ տեքստ ստեղծելու բազմախորհուրդ խորքով ինքը գրավում էր ընթերցողին։ Վարդան Գրիգորյանի հավերժական վերադարձ Դարկ Օրեստյան եւ Մանյա Այրք պատմավեպերն արդեն հետմահու 2011-ին Նաիրի հրատարակչությունը լույս ընծայց առանձին մեկ գրքով, ավելի ուշ հրատարակվեց նաեւ Անտարեսյան շարքը։ Հավերժական վերադարձը, որ 3 պատմավեպերից առաջինն էր, անդրադարձ էր Պավլիկյան շարժմանը, հետո ստեղծվեցին նաեւ Դարկ Օրեստյանը եւ Մանյա Այրքը, որոնք ամբողջության մեջ հեղինակի մտահոգությունների, տագնապների ու որոնումների խտացումն էին։ Կա մարդը, կա ազգը, կա ժամանակը, անցյալ ժամանակ, ներկա, ապագա։ Ազգը ունի անցյալ, ներկա, ապագա, նույնպես մարդը։ Ուրեմն այս իր հերոսներով եւ պատմական շրջաններով նա բերում էր մենք ինչ շահեցինք քրիստոնեությունից, ինչ կորցրինք, մարդը ինչ շահեց, ազգը ինչ շահեց ու կորցրեց եւ ժամանակը, այսինքն փոքր ժամանակի մեջ մեծ ժամանակը, այսպես հոգեբանական, փիլիսոփայական ընդհանրացումներ են նրա այդ 3 վեպերը։ Արձակագրի քույրը Նվարդ Գրիգորյանը փաստում է, Վարդանը թեև արդեն հիվանդ, բայց շատ նոր գաղափարներ ուներ եւ մի քանի նոր գործեր էր ծրագրել, որոնք ցավոք չհասցրեց իրականացնել, անավարտ թողնելով ապագան անցյալի միջոցով կանխորոշելու իր առաքելությունը։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։